Դուք նշեցիք, որ մեծ մասամբ կամ ամբողջությամբ անհիմն են մարդկանց ձերբակալել եւ այլն, բայց չէ՞ որ ընթացիկ տարածվում էին տեսագրություններ, ձայնագրություններ, դրա բացատրությունը ինչպես կտակ, հորինված քչերը։ Վարչապետի պարտականությունները այդ պահին չես կատարում։ Վարչապետի պարտականությունը կատարում է փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը։ Դու ինչ գիտես վարչապետի ենթակա ազգային անվտանգության ծառայությունը վաղը ինչ կանի, մյուս օրը ինչ կանի։ Նշանակում է դու գիտես, այսինքն դու խախտել ես օրենսդրությունը, դու հանդես ես եկել ոչ թե որպես վարչապետի թեկնածու, падգամավորի թեկնածու, այլ որպես վարչապետ, ինչը նաև օրենքի խախտում է։ Հայ ժողովուրդն էլ այդ վիճակի մեջ ինչի է հայտնվել Նիկոլ Փաշինյանի մեղքով, որովհետև Միայն նրա մեղքով։ Հիմա նայեք 2018 թվականի երբ որ նա գալիս էր իշխանության, ինչ էր ասում մեր ժողովրդին, ասում էր սիրելի ժողովուրդ, ձեզ 30 տարի կեղեքել են, թալանել են, պետական պաշտոնյաները հարստություններ են կուտակել, միլիոնատերեր են դարձել, դուք մնացել եք աղքատության մեջ։ Ես հիմա գալու եմ, այդ ձեզնից թալանված միջոցները հետ բերեմ պետական բյուջե, դա բաշխեմ ձեզ տարբեր ծրագրերով, մեր աղքատությունը կվերանա։ Դուք այնպես չի որ չեք կիսում այն կարծիքը, որ 30 տարի թալանել են։ Դուք մեղադրում եք Նիկոլին թալանը չվերադարձնելու մեջ։ 30 տարվա մեջ եղել են եւ անբարեխիղճ աշխատող պաշտոնյաներ, որոնք ապօրինի հարստացել են, եւ եղել են նաեւ բարեխիղճ պաշտոնյաներ, որոնցից մեկի հետ հիմա դուք զրուցում եք։ Ես մարզպետ եմ եղել, ես դեսպան եմ եղել, մեկը կարող ասի, որ Ղազարյան Էդգարը թալան արել, սեփական բիզնեսներ ա դրել հարուստ, չի կարա դες բան ասի, աշխատավարձով աշխատող պաշտոնյա է եղել։ Ողջույն դեպքի սիրելի հետևորդներ, դուք կրկին դիտում եք անվտանգային ԴՆԹ հաղորդաշարը եւ այսօր իմ հյուրը Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Ղազարյան ժամանակ գտնելու եւ հյուր գալու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ իհարկե խոսակցությունը սկսենք ընտրություններից հետո արդեն այս փուլում ինչ եք անում եւ ընտրությունները ըստ ձեզ ինչպես կգնահատեք այս ընտրությունները ինչի մասին էին։ Ցավոք սրտի չհաջողվեց Հայաստանում ընտրություն կազմակերպել։ Հերթական անգամ տեղի ունեցավ ապօրինի իշխանազավթում, որովհետև այն ինչ որ տեղի է ունեցել, բացարձակապես որևէ կապ չունի ժամանակակից ժողովրդավարական չափանիշներով ընտրական համակարգերի եւ ընտրական գործընթացների հետ։ Տեղի ունեցել զանգվածային, համակարգային, պարբերաբար կրկնվող եւ ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող խախտումներ ընտրական գործընթացի բոլոր փուլերում եւ նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը եւ ձայների հաշվարկման ամփոփման շրջանում եւ այդ ամենը մեր կողմից արձանագրված է։ Իդեպ ասեմ, որ ապօրինությունների թիրախում հիմնականում եղել է հենց Ուժեղ Հայաստան դաշինքը, առաջնորդից սկսած մինչեւ գրասենյակի աշխատակիցներ, դեռ պարզավոր Սամվել Կարապետյան այդպես էլ մնաց տնային կալանքի ռեժիմում, չհիմնավորված այդ ռեժիմը նրա համար զրկվեց քարոզարշավին անձամբ մասնակցելու հնարավորությունից, ինչ որ իապես փոխելու էր հանգամանքները, մեր դիրքերը, պարբերաբար եղել են զանգվածային հարձակումներ մեր գրասենյակների, նրանց աշխատակիցների վրա, խուզարկություններ, ձերբակալություններ, անհիմն իդեպ, այսինքն ես վստահ եմ, որ որևէ դրվագում հանցակազմի տարեր անգամ գոյություն չունեն, բայց այդ ամեն ինչը նաև ներկայացվել է քարոզչական տիրույթում, իբր ընտրակաշարքների հետ կապված, չգիտեմ, հարկադրաբար հավաքների մասնակից դարձնելու հետ կապված, շեշտելով Ուժեղ Հայաստանի անունը, երբ որ դրա կարիքը ընդհանրապես ոչ միայն չկար, այլ նախընտրական փուլում արգելված է կուսակցությունների, թեկնածուների անունները բացասական իմաստով ներկայացնելը։ Խոսքով այդ ամեն ինչը մեր կողմից արձանագրված է եւ մենք հիմա հետընտրական շրջանում անցել ենք բողոքարկման փուլերին, անցնում ենք հերթով բոլոր էտապները, անկախ դրանց արդյունքներից, այսինքն մենք պետք է սպառենք այս ընթացակարգերով մեր բողոքարկումները, որպեսզի մեր հանրությանը ցույց տանք իրական պատկերը։ Սկզբնական շրջանում բողոքարկվեցին առանձին տեղամասերի արդյունքները, հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովում բողոքարկվեց ամբողջ ընտրության արդյունքները։ Հիմա արդեն դիմում ներկայացվեց ուրբաթ օրը Սահմանադրական դատարան։ Իդեպ ասեմ, որ Սահմանադրական դատարան Ուժեղ Հայաստանից բացի դիմումներ է ներկայացրել եւս 6 քաղաքական ուժեր, ընտրությունների մասնակցող, սա աննախադեպ է, այսինքն 7 քաղաքական ուժի դիմում բողոքարկում Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Նախորդ եղել է 21 թվին 4 քաղաքական, որը այդ ժամանակի համար էր աննախադեպ։ Միշտ եղել է 1 ուժի կամ 2-ի կողմից բողոքարկումներ։ Իսկ սա ինչ է վկայում, որ ընտրական գործընթացին գրեթե ով մասնակցել է դժգոհ է։
ընտրությունների Կեսը, մոտ մոտ, կեսը 10-ից, հա։ ընդ որում ընտրողների թվի, այսինքն ովքեր որ բողոքարկել են, ես այսօր հաշվել էի, նրանց օգտին տրվել են մոտարապես ընտրությունների մասնակցած ընտրողների 43%, այսինքն գրեթե կեսը ժողովրդի, իդեմս իրենց վստահությունը վայելող քաղաքական ուժերի դժգոհ են այս ընտրությունների արդյունքներից եւ բողոքարկել են այն չեղարկելու պահանջով։ Սա նույնպես կարևոր ինդիկատոր է, որ Հայաստանում ժողովրդավարական ընտրություններ տեղի չեն ունեցել։ Պարոն Ղազարյան, մինչև կգանք բողոքներին եւ փուլ առ փուլ կանդրադառնանք եւ հաջորդիվ քայլերը կքննարկենք, դերևս կուզեմ քարոզարշավի ընթացքի եւ տարբեր քարոզչական միջոցների մասին մի փոքր խոսել։ Դուք նշեցիք, որ մեծ մասամբ կամ ամբողջությամբ անհիմն են մարդկանց, ձերբակալել եւ այլն եւ այլն։ Բայց չէ՞ որ ընթացիկ տարածվում էին տեսագրություններ, ձայնագրություններ, դրա բացատրությունը ինչպես կտակ, հորինվածք չէր այդ ամենը։ Դրանք նախ մի մասը կեղծ ձայնագրություններ են, մի մասը ապօրինի են, որովհետև նախ քաղաքացիներին գաղտնալսել արգելված է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Քաղաքացիներին գաղտնալսել կարելի է միայն օրենքով սահմանված ընթացակարգերով, օպերատիվ հետախուզական տեղեկությունների հիման վրա, դատարանների կողմից թույլատրված որոշումներով։ Մեզ դեռևս պարզ չի այդ ձայնագրությունները, որոնք կան, դրանք օրինական են, թե ապօրինի են, որովհետև եթե ապօրինի են, պետք է քննարկել ոչ թե դրանց բովանդակությունը, այլ դրանց գոյությունը, թե ինչի են առհասարակ մարդկանց գաղտնալսում։ Եթե օրինական են, այսինքն կան դատարանի թույլտվություններ, դա դեռ պետք է պարզվի, ես ինքս տեղյակ չեմ, նախաքննական նյութերին ծանոթ չեմ, բնականաբար, պետք է պարզվի, թե ինչու են թիրախում միայն ուժեղ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները ավելի ուշ հետագա փուլերում նաև Հայաստան դաշինքի եւ Բարգավաճ Հայաստան, այսինքն առանցքային քաղաքական ուժերի, որոնք ընտրությունների արդյունքներով նաև ամենաշատ ձայներն են ստացել։ Ինչի են օրինակ թիրախավորվել այդ քաղաքական ուժերը։ Եթե ընտրությունների մասնակցում էին 18 քաղաքական ուժեր, մինչև այժմ հայտնի հանրությանը հայտնի տեղեկություններով, փաստերով, եթե ընտրախախտումների, ընտրակաշառքի հետ կապված ռիսկեր կան, դրանք առավել բնորոշ են իշխանությունների ներկայացուցիչ, այսինքն պատմության ընթացքում, եթե ընտրակաշառք կա բաժանվել, ապա դա արել են իշխանական ուժերի ներկայացուցիչները։ Հիմա ես ուզում եմ անամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների, նրանց նախարարների, հենց վարչապետի, մարզպետների, համայնքի ղեկավարների, դպրոցի տնօրենների խոսակցությունները ինչի չի գաղտնալսվել։ Եթե չի գաղտնալսվել, դա իր հերթին։ Օրինակ Արման Թաթոյանը ներկայացրեց ձայնագրություններ, սկրինշոտեր, որոնք վերաբերում էին քոլեջի տնօրենի հաղորդագրություններին, աշխատակիցներին, ուսանողներին, որ պետքա ստիպողաբար մասնակցեն վարչապետի հավաքին։ Ինչի դրան ընթացք չի տվել։ Իսկ ինչպես պետք է դրան ընթացք տրվել, չէ՞ որ քրեական վարույթ պետքա նախաձեռնվեր։ Քննչական կոմիտեն հավաքների մարդկանց հարկադրաբար մասնակցելու ենթադրյալ հանցագործության հատկանիշներով։ Կամ հիշում եք Արագածոտնի մարզում էր, եթե չեմ սխալվում, Փաշինյանի այցին դպրոցականների ուսուցիչների մասնակցությունը, հետո ինքն էլ ընդունեց, ասաց դպրոցի տնօրենները հրաժարականի դիմումներ են գրել, բայց նրանք պաշտոնից չեն ազատվել, այսինքն եթե ընդունում ես այդ փաստը, ինչ հրաժարականի դիմում, մնացած դեպքերում գրական գործեր են հարուցվում, այս դեպքում ինչի չեն հարուցվում։ Բացի դրանից ասենք օրինակ դեռ պարզ է, չէ, որ ոչ մի դեպք ապացուցված չի, կարող է դրանք սովորական կենցաղային խոսակցություններ են այլ բանի մասին, այլ բնույթի, այլ բովանդակության։ Դե կան ուղիղ տեքստով ասվող խոսակցություններ։ Ուղիղ ոչ մի բան չկա, այնտեղ ոչ մի բան չկա։ Գիտեք ինչ, ես նույնիսկ կատակով էի բանանում, ասենք օրինակ նախընտրական շրջանում ես ուժեղ Հայաստանի կրծքանշանով խանութ էի գնում։ Հիմա եթե խանութում իմ գնումների համար ես վճարում եմ, կարող է ինձ բռնեն, ասեն ընտրակաշառքը փող ես տալի։ Ինչի՞ ես փող տալի։ Այդ աղջիկը բան աշխատողը գնայի, որ դու ուժեղ Հայաստանի կրծքանշան ունես կամ շապիկ, փող ես տալի, ուրեմն լավ կա ընտրակաշառք։ Այսինքն պետքա պարզել, չէ՞, այդ հանգամանքը։ Դրանցից ոչ մեկը մինչ օրս ոչ մեկը ապացուցված չի, որևէ մեկով մեղադրանքը հաստատված չի, նկատի ունեմ դատարանով ապացուցված, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Այսինքն դրանք սին այս պահի դրությամբ վերացական երևույթներ են։ Ու դրա հետ միասին կա մի այսպիսի կարևոր բան, երբ որ նախաքննական մարմինը տեղեկություններ է ձեռք բերում, այդ թվում ձայնագրություններ, տեսագրություններ, վկայություններ, դրանք բոլորը գաղտնիքներ են։
Դրանք կոչվում են նախաքննական գաղտնիք։ Օրինակ իմ դեպքում եղել է, երբ որ ես բռնության էի ենթարկվել մեր շենքի բակում, կար տեսագրություն։ Այդ տեսագրությունը մենակ քննիչ ուներ։ Երբ որ առաջին անգամ ինձ ցույց տվեց, տեսա այդ տեսագրությունը, ասում եմ, խնդրում եմ սա հրապարակենք, որովհետև դեռևս ծեծողներին չէին գտել։ Ասում եմ, միգուցե մարդիկ կլինեն, որ կճանաչեն, էլի, կօգնեն իրա։ Ասում քննիչը մերժեց իմ միջնորդությունը, գրավորել է իմ միջնորդ։ Ասում դա նախաքննական գաղտնիք է, նպատակահարմար չեմ համարում։ Հիմա եթե քննիչի ձեռքի տակ եղած տեղեկությունները նախաքննական գաղտնիք են, դրանք պետք է օգտագործվեն միայն նախաքննության շահերից ելնելով եւ իրենց տրամադրության տակ պիտի մնա։ Դրանց հրապարակելու իմաստը, մոտիվացիան, հետաքրքիր է ինչու մնա։ Այն դեպքում, երբ որ ժամը 10-ին մտնում են ընդհանրենք ուժեղ Հայաստանի գրասենյակ, ժամը 12-ին հրապարակում են ինչ որ անհասկանալի, նորից եմ կրկնում, օրինականությունը չպարզված ձայնագրություններ, այդ ձայնագրությունները նաև հեռարձակում են հանրային հեռուստաընկերության, ընդ որում շեշտելով կուսակցության կամ դաշինքի անվանումը, որը նույնպես արգելված է, այսինքն եթե դուք նույնիսկ ընտրակաշառքի դեպք եք հայտնաբերել, ինչ կապ ունի որ կուսակցության կամ դաշինքն է, ձերը պիտի երևույթը հետաքրքրի, որովհետև ով էլ արած լինի, դա ապօրինի է, չէ՞։ Հիմա պետք է ասել, որ կուսակցություններից մեկի ներկայացուցիչը կոնկրետ անունը տալը դա ունի հակաքարոզչական իմաստ ու բովանդակ, եւ իրանք զանգվածային դա են կիրառել։ Ինչպես է գնահատում նրանց, եթե գնահատում ենք որպես հակաքարոզչություն եւ սին, լուրեր, որոնք տարածվեցին, դրանք արդյոք ազդեցին ընտրությունների վերջնական արդյունքի վրա, թե ոչ։ Այո, բանավանդ որ դրանք մի հատ չի եղել, պարբերական է։ Մարդկանց մոտ հիասթափություն առաջացավ ուժեղ Հայաստանի Անպայման, ասում են եւ ուժեղ Հայաստանի, եւ Բարգավաճ Հայաստանի, եւ Հայաստան դաշինքի չի, ասում են դուք ռուսական ազդեցության տակ եք, Պուտինն է ձեզ ուղարկես, այս բաները անում, պետական մակարդակով են անում, երբ որ դες բան ընդհանրապես գոյություն չունի, այսինքն Հայաստանում ստեղծված Հայաստանի քաղաքացիների ստեղծած կուսակցությունը, չէ՞, ես Ռուսաստանի ելնելով նրանից, որ կոնկրետ Սամվել Կարապետյանը երկար տարիներ իր գործունեությունը ծավալել է Սամվել Կարապետյանը երկար տարիներ լավ հարաբերություններ ունի այնտեղ Սամվել Կարապետյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել առաջին հերթին Հայաստանում։ Սամվել Կարապետյանը Հայաստանում ծնվել է, դպրոց ավարտել, համալսարան ավարտել, ստեղ աշխատել է, ստեղ բիզնեսներ ունի, ստեղ իրականացրել է անհաշվելի սոցիալական ծրագրեր, բարեգործական ծրագրեր։ Սամվել Կարապետյանը երկար տարիներ բիզնեսներ ունի Հունաստանում, Միացյալ Արաբական Էմիրություններում, այսինքն վերցնել այդ քարոզչական իմաստը դրան հաղորդել ակնհայտ հակաքարոզչության իմաստ ու բովանդակություն ուներ եւ որևէ կերպ չէր հիմնավոր։ Նույն ասենք օրինակ այդ Անդրանիկ Թևանյանի հետ կապված չէ, ինքը Գյումրիում ելույթ ունենում, ասում է վաղ ազգային անվտանգության ծառայությունը կդիմի քննչական կոմիտե, կոնկրետ նշելով Անդրանիկ Թևանյանին, այս ինչ բանի համար դու ինչ գիտես, եթե դու արձակուրդում գտնվող մարդ ես, վարչապետի պարտականությունները այդ պահին չես կատարում, վարչապետի պարտականությունը կատարում է փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը։ Դու ինչ գիտես վարչապետի ենթակա ազգային անվտանգության ծառայությունը վաղը ինչ կանի, մյուս օրը ինչ կանի, նշանակում է դու գիտես, այսինքն դու խախտել ես օրենսդրությունը, դու հանդես ես եկել ոչ թե որպես վարչապետի թեկնածու, падգամավորի թեկնածու, այլ որպես վարչապետ, ինչը նաև օրենքի խախտում է եւ ակնհայտ Անդրանիկ Թևանյանին չէ, անհիմն իմ կարծիքով։ Ասում եմ 24 թվին դու ազգային ժողովին նիստից տեղեկություն ես տվել, որ 24 թվին ինքը падգամավոր չի եղել։ Ինձ համար սա բացատրություն չունեցող անհիմն մեղադրանք է, բայց դա ունեցել է քարոզչական իմաստ, չէ, որ իրանք կապված են Ռուսաստանի հետ, այդ քարոզչական ու դա անպայմանորեն այո, հակաքարոզչության իմաստով ազդել է, պլյուս դրան այդ ընտրակաշառքը, որ իշխանություններն են բաժանել, ես ինքս բայց վստահ եք, որ բաժանել են ընտրակաշառքը, չէ՞ որ չկան այդ նույն ձևաչափի մեջ ինչ-որ ձայնագրություններ ընդհանրապես սահմանում օրենսդրությունը, չէ, ընտրակաշառքի իմաստով, դա նյութական, գույքային, ինչ-որ նվերն է, հատուցումն է, խոստումն է, որ տրվում է ընտրողին, հատուկ նրա ընտրական վարքագծի որոշման վրա ազդելու նպատակով։ Ու ասենք օրինակ թոշակների բարձրացումը լրիվ տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, որովհետև եթե դա դիտարկենք որպես պետության սոցիալական քաղաքականություն, պետության քաղաքականությունը պետք է արտացոլվի պետական բյուջեով։ Երբ որ 2025 թվականին քննարկվել է 26 թվականի բյուջեն եւ ընդունվել է, թոշակների բարձրացման հարց բյուջեում չի նախատեսվել։ Խոսքը վերաբերում ընդ որում բարձրացման մասով մոտարապես $80 միլիոն մասին, երբ որ խորհրդարանական երկրում
8 միլիոն դրամի ծախսնել, որ վերաբաշխում է իրականացում, բյուջեով պիտի ամրագրվի, այսինքն կառավարությունը պաշտոնյաները չեն կարա պետական փողերը իրենց հայեցողից պիտի ամեն ինչը լինի խորհրդանի համաձայնությամբ։ Այսինքն թոշակների բարձրացումը նրանք արդեն իսկ պետք է նախապես Եթե դա պետական ծրագիր էր, պիտի նախապես, երբ որ 26 թվի բյուջեն հաստատում էին, թոշակների բարձրացումը, բայց 26 թվի բյուջեին բացի դրանից, որ չեն նախատեսել, բյուջետային քննարկումների ժամանակ ասել են, որ դա հնարավոր չի, պետությունը միջոցներ չունի, ավելին, երբ որ օրինակ հայաքվե նախաձեռնության անդամները հիմնավորումներ էին ներկայացնում, որ պետքա թոշակը բարձրացնել, նշելով չափը, աղբյուրները եւ ասում էին, որ սա կառավարության դեմ իրականացվող հիբրիդային տեղեկատվական պատերազմի դրսևորում է, որովհետև պետությունը միջոցներ չունի դա անելու եւ դա պետությունից պահանջել նշանակում է թիրախավորել։ Մեկ է գալիս է, երբ որ ընտրությունների օրը վաղուց հայտարարված է, բարձրացնում են թոշակները ոչ թե բյուջեին փոփոխություն կա, այլ կառավարության որոշումով ընդամենը 3 ամսվա համար ամսական 10,000 դրամի չափով, որը հանրությանը հայտնի ընտրակաշառքի ինչ չափն է, չէ՞, մինչև այդ ասել են։ Պարոն Ղազարյան, ընդդիմության Ընդ որում կներեք, ես էլ օրինակ ես ինքս անձամբ Քարոզարշավին շատ տեղեր եմ գնացել, գյուղերում, քաղաքներում մարդկանց հետ հանդիպել եմ ուղիղ։ Շատերը հենց դա էլ ասում են, Նիկոլ Փաշինյանը ինձ այս ամիս 10,000 դրամ փող է տվել, թոշակառու մարդը բիսեդկայում նստած նարդի խաղալուց ինձ է ասում։ Դուք ինձի փող տվել եք, ասում եմ, չէ, չենք էլ պատրաստում։ Ես էլ տալեմ Նիկոլին։ Նիկոլը նույն այդ առողջապահության ապահովագրությունն է, չէ՞, ասում է, իմ աշկի օպերացիայի փող գնացել եմ Ռինդ գյուղում, Վայոց ձորի մարզում, ասում է, Ղազարյան ջան, մենք քեզ շատ ենք հարգում, շատ ենք ընդունում, կուզենք քեզ ընտրենք, բայց ամուսինը սրտի ստենդ են, տարել են մի կոպեկ փող չենք տվել, գնացել ենք ձրի, մեզ այդ առողջապահական ծառայությունը մատուցել են, մենք ամբողջ ընտանիքով ընտրելու ենք Նիկոլին, այսինքն պարզ է դառնում, որ այդ առողջապահական ապահովագրությունը դա կառավարության ծրագրով նախատեսված էր, իրանք դա պիտի անեն 5 տարվա ընթացքում։ Այսպես թե այնպես անելու էին դա, եւ եթե անկեղծ շատ մարդիկ օգտվել են արդեն, ազնիվ գտնվի եւ ասեն, որ նախորդ հյուրս եղել է հենց ներկայացուցիչը, հա, համակարգի եւ բացատրեց, որ ընթացիկ նաեւ բոլորն են ընդգրկվելու 2 տարվա մեջ, ու դա ընտրությունների արդյունքի հետ կապ չունի։ Դա մենք երբ որ հնարավորություն լինի առանձին կուսումնասիրենք, արդեն կան ռիսկեր, որ մեծ ծավալի փոխհատուցումներ արվել են հենց առաջի կիսամյակի ընթացքում, այսինքն մինչև ընտրությունները։ Եվ նրանք վստահեցնում են, որ բյուջեի հետ կապված խնդիր չեն ունենալու։ Իրանք այդ իրանց հավաստիացումները դեռ բավարար չեն, դեռ մենք պետք է օբյեկտիվորեն ուսումնասիրենք եւ գնահատենք, որովհետեւ ապահովագրական գումարները չեն բավարարել փոխհատուցումները տրամադրելու համար եւ պետական բյուջեից լրացուցիչ գումարները հատկացվի ապահովագրական հիմնադրամին այդ ծավալի ծառայությունները մատուցելու համար, այսինքն մի տարվա կտրվածքով պարտադիր ապահովագրական գումարները, որ հավաքագրվել են, դրանք վաղուց արդեն ծախսվել են։ Երկրորդ տարվա համար չկա, մնացած փոխհատուցումները պետքա լինեն պետական բյուջե։ Հիմա հարց առաջանում, իսկ ինչի է պետական բյուջեն փոխհատուցում, պետական երբ որ այդ ապահովագրական իմաստը պետքա լիներ, այլ սուբյեկտներից միջոցներ հավաքագրելը եւ մյուսների վրա ծախսելը, ըստ բյուջեից լրացուցիչ ծանրաբեռնվածություն եթե ունենար, ապա պետական բյուջեն պետքա համապատասխան փոփոխություններ կատարվեն։ Պարզապես իրանք դա չեն արել, այդ ծրագիրը որպես կաշառքի դրսևորում կիրառելու եւ դա ընտրողների վարքի վրա շատ էական ազդեցություն անեց, այսինքն կոնկրետ այդ Ռինդ գյուղում ընտրողը, որի մեջ զրուցում է, ինքը չի ասում, որ ինքը գոհա Նիկոլ Փաշինյանի 8 տարվա պաշտոնավարման արդյունքներից, ինքը կարդացել է կենտրոնական ընտրական հանձնաժողովում PDF-ով դրված քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը, որի մասին իդեպ ամբողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը մի բառ չի ասել։ Համաձայն եմ, այսօր։ Ինքը ասում է Նիկոլ Փաշինյանը իմ սրտի ստենդի փողը տվել է, ես դրա համար եմ ընտրել, այսինքն էլ կապ չունի դու ինչ ծրագրեր եք ներկայացնում, 300,000 աշխատատեղեր, չգիտեմ 20,000 մաջ, այդ կապ չունի, ինքը փող է ստացել։ Պարոն Ղազարյան, բայց եկեք ընդունենք նաև այն, որ հայ ժողովուրդը կապ չունի գյուղաբնակ թե քաղաքաբնակ, այնքան սոցիալական խնդիրներ ունի, որ այո, նրանց համար գուցեև սրտի ստենդի գումարը, սովորական բուժ հաստատություն այցելելու եւ անվճար սպասարկվելու գումարը այս պայն ավելի կարևոր է, քան ուրիշ շատ արժեքներ։ Հայ ժողովուրդն էլ այդ վիճակի մեջ ինչի է հայտնվել Նիկոլ Փաշինյանի մեղքով, որովհետև միայն նրա մեղքով։ Հիմա նայեք 2018 թվականի երբ որ նա գալիս էր իշխանության, ինչ էր ասում մեր ժողովրդին, ասում էր սիրելի ժողովուրդ, ձեզ 30 տարի կեղեքել են, թալանել են,
հարստություն են պետական պաշտոնյաները, հարստություններ են կուտակել, միլիոնատերեր են դարձել, դուք մնացել եք աղքատության մեջ։ Ես հիմա գալու եմ, այդ ձեզնից թալանված միջոցները հետ բերեմ պետական բյուջե, դա բաշխեմ ձեզ տարբեր ծրագրերով, մեր աղքատությունը կվերանա, դուք կապրեք ավելի լավ կյանք, էտա չէ խոստացել։ Հիմա եկել է իշխանության, այն մարդիկ, ով իր կարծիքով եղել են թալանչիներ, թալանել են պետությունը 30, դարձել են իր թիմակիցները, ասենք օրինակ ինձնից առաջ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում պաշտոնավարել է Սերգեյ Բագրատյանը։ Հիմա Սերգեյ Բագրատյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր է ու նորից էլ վերընտրվել է։ Այդ շարքում ա եղել, ասենք, պաշտպանության նախկին փոխնախարար թիկունքի պետ Տիլի Գագոն։ Այդ ցանկում ա եղել Խաչատուր Սուքիասյանը, հայտնի օլիգարխ, գործարար, միլիոնատեր։ Այդ ցանկում ա եղել, չգիտեմ, Անդրանիկ Քոչարյանը, այդ ցանկում ա եղել Գուրգեն Արսենյանը։ Ով էլ որ այդ ցանկում չի եղել, իրանց պաշտոնավարման շրջանում են հարստացել։ Դուք նայեք, ասենք, Ալեն Սիմոնյանի գույքի եկամուտների հայտարարագիրը, դուք նայեք Հայկ Կոնջորյանի գույքի եկամուտների հայտարարագիրը, այսինքն Հայկ Կոնջորյանի կինը Հայփոստի տնօրեն եղել է իր ամուսնու պատգամավոր եղած ժամանակաշրջանում միլիոններով այսինքն Ռոմանոս Պետրոսյանը հեծից այս կարճ ժամանակ արդեն ստացել է ավելի քան 37 միլիոն դրամի աշխատավարձ։ Այսինքն ինքը իր թիմակիցներին հարստացրել է, Հայաստանում էլ 8 տարվա ընթացքում աղքատությունը խորացել է, ծայրահեղ աղքատությունը խորացել է, իսկ մարդկանց խնդիրները չի կարողացել լուծի։ Ու այն մարդիկ էլ ովքեր որ ասենք թե թողմախի մեհերը, եթե մինչև 10 թիվը հանրապետականի համար էր ձայն հավաքում, հիմա ոնց որ թե ՔՊ-ի համար է հավաքի։ Աբրահամյան Արտաշատում ես ում հարցնում եմ, ասում են Հովիկը բանի Նիկոլի համար է ձեն հավաքում, մեկ էլ բանը։ Հիմա քաղաքական մեղադրանքներ եք։ Հա, ի՞նչ կապ ունի։ Դրա համար ասում ձայն հավաքեն, որ այդ մեղադրանքներից ազատվի, չէ, երևի։ Նույնը բանը, այն ոստիկանապետ Արամը Հովանիսյան։ Մի հատ հսկայական շենք Արտաշատի մեջ 3 հարկանի Նիկոլի նկարները խփել է, ինքն է կանգնել է տակը, նայում է, թե ոնց է նկարները խփում։ Որովհետև տղան ավականու անդամ Արտաշատի քաղաքապետի խորհրդական կոռուպցիայի մեջ թաղված։ Բայց նաև ձեր խոսքից մի հետաքրքիր եզրակացություն կարելի անել, որ դուք այնպես չի որ չեք կիսում այն կարծիքը, որ 30 տարի թալանել են։ Դուք մեղադրում եք Նիկոլին թալանը չվերադարձնելու մեջ։ 30 տարվա մեջ եղել են եւ անբարեխիղճ աշխատող պաշտոնյաներ, որոնք ապօրինի հարստացել են, եւ եղել են նաեւ բարեխիղճ պաշտոնյաներ, որոնցից մեկի հետ հիմա դուք զրուցում եք։ Ես մարզպետ եմ եղել, ես դեսպան եմ եղել, մեկը կարող ասի, որ Ղազարյան Էդգարը թալան արել, սեփական բիզնեսներ ա դրել հարուստ, չի կարող դες բան ասի, աշխատավարձով աշխատող պաշտոնյա է եղել, չէ՞։ Էդ էլ ա եղել։ Հիմա ասում ենք դուք էլ գալիս եք, որ այդ թալանչիներին պատժ, դե պատժեիք։ Ղազարյան Էդգարի դեմ է քրեական գործ հարուցել, որ ինքը քննադատական խոսք ասե Սահմանադրական դատանի որոշման հասցեին։ Ես հիմա մեղադրյալ եմ։ Բայց գնացեք այն թալանչիներին պատժեք, որին են կարացել պատժեն։ Հիմա կպելը ասում է բանա, Ծառուկյան Գագիկի տունը կդառնա ծերերի խնամքի կենտրոն։ Աբրահամյան Հովիկի տունը դառել է ծերերի խնամքի կենտրոն մանումենտի։ Չէ, իհարկե։ Ոնց որ ուրիշ բան են ասում, թե ով է հիմիկվա այդ տանտերը։ Պարոն Ղազարյան, վերադառնալով մեր ներկայիս իրականությանը եւ արդեն ընտրություններին նորից, քանի որ դուք ով ձեզ ճանաչում է, գիտի, որ երկար տարիներ անկախ նրանից թե որ քաղաքական ուժը դուրս եկավ փողոց, որ քաղաքական ուժը խոսեց, փորձեց ինչ որ մի բան ասել, դուք նրանց կողքին կանգնեցիք։ Եվ այս ընթացքում երբևիցե մինչ այսել երբևիցե ինչ որ պաշտոնի կամ ինչ որ մի ենթատեքստով չեք հանդես եկել, այլ միշտ հանդես եք գալիս, որ ես այն մարդկանց կողքին եմ, անկախ ամեն ինչից, ովքեր ինչ որ ճիշտ որոշումների ճանապարհին են եւ պայքարում են այս իշխանությունների դեմ։ Եվ դուք միացաք այս դեպքում ուժեղ Հայաստան դաշինքին, ընտրությունների արդյունքը թերևս չստացվեց այնպես, ինչպես սկզբում սպասում էր դաշինքը, որովհետեւ մինչեւ վերջ կարծես թե վստահ էին, որ Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետն է եւ այդ խոսույթն էր տարածվում։ Հիմա պատկերը լրիվ այլ է, չնայած Նիկոլ Փաշինյանենք չունեն դեռ այն ձեր ասած վստահությունը, որ ժողովուրդն է տվել, այլ ընտրակեղծիքներով են, ինչպես ասում եք, անցել, բայց եկեք մի բան հասկանանք, եթե ընտրակեղծիքով չէին անցնում, ապա ձեզ ինչ տոկոսային ինչպես կբաժանվեր պատկերի, ինչպիսին կլիներ ձեզ։ Գիտեք ինչ, կային սոցիոլոգիական տարբեր հետազոտություններ, որը իդեպ գրեթե համընկնում էր exit poll-ի տված պատկերին, այսինքն այսքան ընդհանրությունները չէր կարող այդպես տարբերվել ընտրությունների արդյունքներից, ըստ որի Նիկոլ Փաշինյանը միգուցե հավաքում էր ամենաշատ թվով ձայները,
բայց դա չէր անցնում 50%-ը իր մանդատների վերջնական պաշտպանի իմաստով, այսինքն նա կարար մաքսիմում հավաքել մինչև 40%, նույնիսկ այդ վարչական ռեսուրսի ընտրակաշառքների պայմաններում, եւ մյուս ընդդիմադիր ուժերը, որոնք խորհրդան անցնելու հավանականություն ունեին, դա ուժեղ Հայաստանն էր, Հայաստան դաշինքը, ԲՀԿ-ն, որոշ սոցհարցումներով նաեւ Միասնության թևեր կուսակցությունը, նրանց հավաքական մասնաբաժինը գերակշռում էր ՔՊ-ի հավաքած ձայներին եւ նրանց կոալիցիայի ձևավորման պայմաններում Նիկոլ Փաշինյանը դառնում էր ընդդիմություն։ Ես կարծում եմ, որ եթե Հայաստանում ընտրակեղծիքներ, ընտրախախտումներ, որոնք նաեւ ընտրության օրերն տեղի չունենային, այդ պատկերը կդառնար նաեւ ընտրության արդյունք։ Բայց դա տեղի չունեցավ, նորից եմ կրկնում, ապօրինության հետևանքով, դրա համար մենք համերաշխ չենք այդ ընտրությունների։ Իսկ ընդդիմության տարբեր թևեր եւ ներկայացուցիչներ, իրենք իրար մեջ հաշտ են ըստ եւ պատրաստ էին արդյոք գնալ կոալիցիայի։ Եթե ես կարծում եմ, անգամ մանդատ վերցնելու հարցով կան քննարկումներ, հիմա հələ դեռ չի քննարկվում, բայց այս վերջերս Սամվել Կարապետյանը երբ որ հանդիպում ունեցավ մի շարք առաջատար լրատվամիջոցների խմբագիրների հետ, այնտեղ նաև հետընտրական համերաշխ ընդդիմադիր դաշտի գործիչների գործունեության առաջարկ ներկայացրեց եւ ոնց որ հասկանում եմ մյուս քաղաքական առանցքային ուժերի հայտարարություններից այդ առաջարկի նկատմամբ կա դրական վերաբերմունք։ Նախ ասեմ ձեզ, որ Սամվել Կարապետյանի շուրջ նախընտրական բավականին մեծ դաշինք էր ձևավորվել, նախ ուժեղ Հայաստան ինքը դաշինքով էր հանդես գալի, արդեն 3 քաղաքական կուսակցություններ, պլյուս 4 քաղաքական կուսակցություններ սկզբնական շրջանում անվերապահ ուժեղ Հայաստանին աջակցելու հայտարարությամբ հանդես եկան, դրանից հետո դրա միացավ նաև ապրելու երկիր կուսակցությունը, Հայաքվե քաղաքացիական միավորումը, մի շարք կազմակերպություններ։ Ես հիշում եմ 3 քաղաքական կուսակցություններ, ովքեր որ ընտրություններին չէին մասնակցում եւ առհասարակ ընդդիմադիրներին աջակցելու հայտարարություն արեցին, այդ թվում ուժեղ Հայաստանին, այսինքն ուժեղ Հայաստանի շուրջ մինչև ընտրությունները արդեն ձևավորվել էր ընդդիմադիր դաշտի բավականին մեծ կոնսոլիդացիա։ Եվ հիմա պարոն Կարապետյանը առաջարկում է եղածի վրա նաև համախմբել այլ քաղաքական, որոնք մասնակցել են ընտրություններին կամ էլի չեն մասնակցել, համախմբել մեկ ընդդիմադիր կոալիցիոն, ընդդիմադիր, ոչ թե պաշտոնական իմաստով կոալիցիա, այլ համերաշխ գործունեության միջավայր ձևավորվել եւ ես ոնց որ հասկանում եմ տրամադրություններից քաղաքական դաշտի դա տեղի կունենա։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը կարծես թե որոշել է կուսակցության անդամների տարբեր, խոսույթներից պարզ է դառնում, որ մանդատները որոշել եք որքան հասկանում եմ վերցնել։ Դեռ որոշում այդ կապակցությամբ բայց ավելի շատ հակված եք վերցնելու, չէ՞։ Դեռ հիմա մենք կենտրոնացած ենք Սահմանադրական դատարանի հայցը պատշաճ կերպով ներկայացնելու, դրա շուրջ հանրային կարծիքը ձևավորելու իմաստով, իսկ Սահմանադրական դատարանի որոշումից է կախված, որտեղ Սահմանադրական դատարանը իրավունք ինչ որոշում Սահմանադրական ոչ թե ակնկալում ենք, այլ օրենքը նախատեսում է 3 տիպի որոշումների կայացում։ Առաջինը անցանկալին մեզ համար, որը հենց վիճարկում է, դա ԿՀ-ի որոշումը անփոփոխ թողելն է, մենք առաջարկում ենք, որ դա վերացվի եւ նշանակվի նոր ընտրություն։ Երկրորդը, որ այո, չեղարկվի ԿՀ-ի որոշումը նոր ընտրություն, եւ երրորդը Սահմանադրական դատարանը կարող է նաեւ որոշումներ կայացնել մանդատների բաշխ, այսինքն ԿՀ-ի որոշումը փոխել են տրամաբանությամբ, հաշվի առնելով ցուցանիշները, որ մանդատների վերաբաշխում տեղի ունենա կամ երկրորդ փուլի քվեարկության կազմակերպման որոշում։ Հիմա մենք իհարկե շատերը հասկանալով, որ Սահմանադրական ես այդ մասին մանրամասն չեմ կարող խոսեմ, ես դրա համար եմ դատվում էլ, ինձ դատանը թույլ չի տալի ազատ կարծիք արտահայտել այդ թեմաներով, բայց շատերը ասում են, որ ես չէ, շատ մարդիկ ես լսել եմ, որ ասում են հաշվի առնելով, որ այս դատանի կազմը գրեթե ամբողջությամբ ձևավորվել է 20 թվից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներն են ընտրել այդ դատավորներին, նրանց մեջ նույնիսկ կան դատավորներ, որոնք հենց քաղաքականապես կողմնորոշ, այսինքն դա այդ բան չէ, էլի կարող ասել, որ ասենք օրինակ Արտակ Զեյնալյանն եղել է Հանրապետություն կուսակցության անդամ, Երևանի ավագ ընտրություններում եղել է առաջի համարի թեկնածու եւ այդ կուսակցությունը ՔՊ-ի հետ կոալիցիա կազմել Երևանի ավագանը։ Բնականաբար ինքը Հանրապետություն կուսակցությունը, ես մտածում եմ, որ իհարկե դատավորները իրավունք ունեն ինքնաբացարկել հայտնել։ Կան դեպքեր, որ հենց իրենք պիտի ինքնաբացարկեն, կամ Վլադիմիր Վարդյանը չէ, ՔՊ-ով 2 անգամ падգամավոր է
ընտրվեց կուսակցության անդամ ա եղել, կամ Սեդա Սաֆարյանը եղել է Շիրինյան Բաբաջանյան դաշինքի անդամ, հիմա եւ Շիրինյանի կուսակցությունն մասնակցեց ընտրություններին եւ Բաբաջանյանը նաեւ դիմող է դեղ կնեց շահերի բախում։ Հիմա շատերը գնահատելով ՍԴՍ կազմը մտածում են, որ երաշխավորված է ինչ որոշում կայացվի, միգուցե ԿՀ-ի որոշումը կմնա անփոփոխ։ Այդ դեպքում արդեն ԿՀ-ն պետք է անցնի մանդատների բաշխման հարցին եւ մենք պիտի որոշում կայացնենք, ասենք հրաժարվում ենք մեր մանդատներից, թե ստանձնում ենք падգամավորի պարտականությունները։ Երկու պարտականությունները։ սցենարն էլ քննարկել, ինչու, որովհետեւ կան մարդիկ, թե քաղաքական գործիչների մեջ նախքին, թե ներկա, թե հասարակության մեջ, ովքեր պնդում են, որ ոչ ոք չպետք է վերցնի ընդդիմությունից մանդատ, բայց կան նաեւ հակառակը պնդողներ, ասելով, որ այդպիսով 5 տարի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը նվիրում են ազատ գործելու հնարավորություն։ Դուք ինչպես եք կարծում։ Մենք հիմա կշռում ենք բոլոր այդ, մենք հիմա հարգանքով առանց շտապելու, քանի որ ժամանակ է կա, լսում ենք բոլոր կարծիքները եւ մեզ համար հետաքրքիր են այն կարծիքները, որոնք հիմնավորվում են, այսինքն եթե որևէ մեկը ասում է, որ պետքա վերցնել մանդատները, մեզ հետաքրքիր են նրա հիմնավորումները, թե ինչով է նա հիմնավորում, ինչա դա տալու մեր հետագա պայքարին, որովհետեւ մեր նպատակը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելն է։ Եվ եթե հունիսի 7-ին դա չի հաջողվել, որովհետեւ նա ապօրինաբար զավթել է իշխանությունը, դա չի նշանակում, որ մեր պայքարը ավարտվում է, պետքա շարունակվի։ Հիմա հետագա պայքարի տեսանկյունից պետքա նայել, թե որ կարգավիճակն է մեզ ավելի մոտեցնելու այդ խնդրի լուծմանը։ Հետևաբար այն մարդիկ, ովքեր ասում են դա արդյունավետ է, եթե դուք խորհրդանում ընդդիմությունը ներկայացված լինի, մեզ հետաքրքիր են նրա հիմնավորումները։ Ովքեր օրինակ այդ հիմնավորումները որոնք են, որ ենթադրենք որևէ պարագայում, եթե վարչապետը հրաժարական է տալիս, ինք արա հասարակությունը չէ, մարդիկ ովքեր ասում են մանդատներից հրաժարեք, ասում են դուրս եկեք փողոցային, շատ լավ, դուրս եկանք փողոցային պայքարի, դա պիտի ինչի հանգեցնի, հրաժարականի, չէ։ Հրաժարականի դեպքում վարչապետի թեկնածու կարող են առաջադրել միայն խորհրդանում խմբակցությունները։ Եթե խորհրդանում կա միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցություն, չկա ուժեղ Հայաստան կամ Հայաստան դաշին կամ ԲՀԿ խմբակցությունները, ուրեմն վարչապետի թափուր պաշտոնի դեպքում միայն քպնկար է, թե հիմա նրանք ովքեր մեզ ասում են մանդատ վերցնելը ճիշտ, ասում են պետքա դուք ընդեղ լինեք, որ նման իրավիճակներում վարչապետի այլ ոչ քպեական թեկնածու առաջադրեք։ Կամ սահմանադրություն իրավունք է տալի կառավարության գործունեությունից 1 տարի հետո, իսկ 1 տարին շատ շուտ է անցնում։ Դե ասենք հիմա պիտի օգոստոս 2-ին ազգային ժողովի եթե նիստ լինի, եթե արտահերթ ընտրություն չլինի, նշանակում է եկող տարի օգոստոսին, այդ ինչ է, հիմա դա երկու նստաշրջան է, էլի։ Անցավ արդեն այդ իրավունքը ստան։ Հիմա ասում է, եթե այնտեղ ընդդիմադիր ուժեր չկան, այդ գործիքը առհասարակ հնարավոր չի կիրառել։ Իհարկե այդ կիրառել չի նշանակում, որ դա արդյունավետություն կունենա 100% հա, բայց եթե դու այնտեղ չես, ընդհանրապես մոռացի, որ դա երբևէ կարա նաև լինի։ Այսինքն այդ ձևով են հիմնում։ Նրանք ովքեր որ ասում են պետք չի վերցնել մանդատները, հիմնավորում են դրանով, որ դրանից կպակասի իշխանության լեգիտիմությունը, խորհրդարանը կլինի միակուսակցական, իրավական ճգնաժամ կառաջանա եւ այլն, բայց կառաջանա արդյոք։ Բայց հիմա մենք սահմանադրակետների հետ խոսում ենք, նրանց կարծիքներն ենք լսում, ասում են, որ օրինակ Վրաստանում իդեպ էս ինչ որ հիմա առաջարկում է, դա լրիվ եղել է։ Այսինքն ընդդիմադիրները մանդատներից հրաժարվել են եւ դուրս են եկել փողոցային պայքարի։ Մոտ 400,000 մարդ է անգամ դուրս եկել փողոց այդ սկզբնական շրջանում։ Բայց դրանից իշխանափոխություն չի եղել, վերացական երազանք խմբակցությունը, մի խմբակցություն խորհրդանում մնացել է, ունեն կառավարություն եւ շարունակում են գործել։ Պարոն Ղազարյան, նաեւ այստեղ շատ կուզեմ ավելի ռեալ հայացքով քննարկենք այն, թե այսօր մարդիկ, հասարակությունը պատրաստ է արդյոք դուրս գալ փողոց, կապ չունի որ ուժի կողքը կանգնելու։ Գիտեք ինչ, փողոցային պայքար առաջին անգամ չի, որ հիմա պետքա լինի։ Տարիների ընթացքում տեսանք, որ մի օր, երկու օր, երրորդ օրը մարդկանց հիասթափությունը, հոգնածությունը, կենցաղային խնդիրները։ Նոր քիչ առաջ ի մասին խոսելուց ասում եք, որ դուք դրանց բոլորի մասնակցել եք եւ դա ճշմարտություն է։ Բոլորի մասնակցել եմ, անգամ փորձել եմ նախաձեռնել առանձին process-ներ եւ այլն։ Բայց դրանցից ոչ մեկը նույնիսկ սրբազան պայքարը, որը իր մասշտաբներով, էներգիայով ընդգրկում եղել ամենամեծը, այսինքն այնքան մարդ, որ 24 թվականի մայիսի 9-ին ա եղել փողոցներում, ընդ որում մի օրում չէ, այդ ամբողջ process-ը սրբազանի քայլարշավը Տավուշից Երևան, ճանապարհին դիմավորման, էներգիան եւ այլն իր նկատմամբ նաեւ իր բացառիկությամբ էր դա պայմանավորված, առաջնորդման իր բացառիկ կարողություն։
անգամ դա արդյունք չի տվել։ Հիմա այդ մարդիկ դա տեսնում են, չէ՞, հիմա մենք էլ եթե փողոցային պայքարի ուղղությունը ընտրենք, պետքա գնահատենք դա ինչքանով կունենա արդյունավետություն, որովհետև պայքար ունենալ եւ արդյունք չունենալ, ընդ որում ամեն անգամվա այդ պայքարը ուղեկցում է նաև իշխանությունների բիրտ ուժի ցուցադրությամբ, չէ՞, ասենք այն սրբազան պայքարի ժամանակ հունիսի 12-ին փաստացի գնդակահարում էին մարդկանց այդ նռնակները, այդ չարտոնված զինատեսակները, որ կիրառվեցին խաղաղ ցուցարարների նկատմամբ 12-ից ավել մենակ նռնակները գցվել։ Այսինքն դուք նաև պատասխանատվություն եք Նաև այդ կրում մարդը, մարդկանց փողոց հանելու համար։ կարելի է նեղություն կրել նաև այդ մարդիկը, չէ, որ դուրս են եկել պատրաստ էին դա կրել են դա, բայց ինչի համար, արդյունքի համար, այսինքն էթալ եւ չունենալ այդ արդյունքը, դա արկածախնդրություն է։ Սամվել Կարապետյանը եւ նրա շուրջ համախմբված բոլոր մարդիկ պատասխանատու են վերաբերվում իրենց կարգավիճակին եւ իրենց որոշումներին։ Եվ ուղղակի տենց աննպատակ մարդկանց ուղղակի կրակի բերան գցելու նպատակ մենք չունենք։ Մենք հիմա ինքներս ենք մեզ ուզում նեղություն տանք պայքարի հետագա փուլերում, այլ ոչ թե մեր ընտրողներին, մեր քաղաքացիներին։ Մարդիկ մեզ չնայած այս դժվարություններին, գիտեք, ինչքան իշխանությունները գռեհկաբար փորձում են տենց անհիմն, չէ՞, ասել ընտրակաշառք բան այդ իրանց հիմար թեզերով եւ բաներով փորձել վարկաբեկել մարդկանց հակառակը ընդդիմադիր քվեները լինի դա ուժեղ Հայաստանի օգտին թե Հայաստան դաշինքի դրանք զրկանքներով են մարդիկ անցել ճանապարհով ամեն մեկը անձնական հալածանքներով հետապնդումներով քրեական գործերով բանով եկել են ընդդիմացյանն են ձայն տվել եւ հիմա վերցնել այդ մարդկանց քվեները սարքել առոչինչ չէ որովհետեւ նրանց քվեներով է ձևավորվել այդ խորհրդարանական բաները որ պետք է ձևավորվի հրաժարվել պայքարից դրանք մի կողմ դնել դա էլ պետքա հաշվել մարդիկ պայքարի մեջ են անցնում եւ հիմա մեր կողմնակիցների մեր թիմակիցներին նորից տանել գցել իրավապահներ մենք տեսնում ենք որ սա օրինական նորմալ իրավապահ համակարգ չի որ ասես մարդիկ իրենց գործն են անում ակնհայտ հետապնդումների են չէ ենթարկում ամեն մի մասնակցի նրա կողմնակցի դա համար մենք այս փուլում մտածում ենք որ ավելի շատ պետք է ինքներս մեզ նեղություն տանք մենք ինքներս պայքարի առաջնագծում լինենք պայքարի հիմնական ծանրությունը վերցնենք մեր վրա իսկ մարդիկ էլ հիմար չեն մարդիկ դա տեսնելու են մարդիկ դա նկատելու են եւ եթե ինչ-որ ձևաչափով մարդկանց վստահությունը վերաշահելու մասին եք խոսում ոչ թե վերաշահելու մենք այդ վստահության արդեն արժանացել ենք հիմա մենք պատասխանատվություն ունենք դա կապ չունի ընդդիմությունը ամբողջությամբ միայն ուժեղ Հայաստանի մասին չեմ խոսում եթե վաղը հայտարարի միևնույնն է ես վստահ եմ գուցե սխալ եմ բայց այն քանակությամբ մարդ չի ելնելու այնքան օր չի մնալու փողոցում դե ձեր վստահությունը հիմնավոր է նաև դրանով որ օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ հավաքվելու համար մենք հունիսի 14-ին կոչ եւ ես տեսաուղերձով եմ անձամբ եմ կոչ արել ու հարավոր մարդիկ որ բերեք հավաքվենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ Այդ կոչով հանդես է եկել եւ ուժեղ Հայաստանը, եւ Հայաստան դաշինքը, եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, բայց չեմ կարծում, որ այդ օրը չնայած բավականին մեծ թվով մարդիկ էին եկել, բայց հենց այնն է, որ ակնկալում են մարդիկ փողոցային պայքար ասելով։ Հետևաբար այս իրողությունը ընդ որում մարդիկ ոչ թե դուրս չեն գա, տեսեք, մարդիկ փողոց դուրս չեկան նաև Նիկոլ Փաշինյանի կոչով, չմոռանանք, որ ինքը ազգային ժողովից տեսեք, տպավորություն է, որ եթե ընդդիմության կոչով դուրս չեն գալի, ապա այսպես ասած Նիկոլական են եւ Նիկոլին են ընտրել։ Համաձայն եք այդ մտքի, թե կան մարդիկ ուղղակի ոչ մեկի հավեսը, այսպես ասած, էլ չունեն։ Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, իհարկե պետք չի դա ասել բառ ասել, դուս տալի, ասում է, որ 500,000 մարդ քվեարկել է ընտրակաշառքով։ Չէ՞։ Դա անթույլատրելի բան է, այսինքն այդպես զանգվածային ընտրակաշառք, որը չի բացահայտվել, բան վիրավորում է էլի քաղաքացիներին, չէ՞, նսեմացնում է քաղաքական ուժերի վաստակը։ Բա իր կողմնակիցները 7 համերաշխ են դրա հետ, որ մեր երկրում 500,000 մարդ ընդհանրենք ընտրակաշառքով քվեարկել։ Նշանակում է նրանք պիտի իր կողմնակիցները դուրս գային փողոց, չէ՞, մանավանդ որ ինքը կոչ արած։ Ասած ես կոչ եմ անում, եթե ընդդիմությունը կոչ չի անում, ես եմ կոչ անում, որ մարդիկ դուրս գան փողոց։ Հաջորդ օրը մի հատ Առողջապահության նախարար կա, իհարկե շատ դժվար է լսել էլի, ես շատ կարճ եմ լսում, այդ ձայնի տեմբրը բանն ազդում է էլի մարդու վրա։ Հա, բայց նա ասում էր, ես եկել եմ հրապարակ, ստեղ մարդ չկա, բան էլի, մարդիկ չեն հավաքվում, գնացել է փաստում, որ մարդիկ Նիկոլ Փաշինյանի ասած շանտեղ չեն դրել, նախարարը գնացել է հաստատում, ասում, ես Փաշինյանն ասաց հալիկ փողոց, եկել եմ հիմա հրապարակ, մարդ չկա։
ստե։ Ես նաև ինչ եմ դրանից նկատում, որ մարդկանց փողոց դուրս գալը հիմա իշխանության համար է շահեկան, որ նրանք փորձեն մարդկանց փողոցում գտնվելով սադրանքներ հրահարել, լարվածություն ստեղծել, այդ լարվածությունը վերածել արտակարգ դրության ռեժիմի, դրանով մեղադրանքներ ներկայացնել ընդդիմադիր քաղաքական ուժերին, դրա տանել ընդդիմադիր ուժերի արգելելուն, լրացուցիչ ձերբակալություններին, լրացուցիչ բանին, իրանց համար հիմքեր փորձեն դա ստեղծել, այսինքն ես այդ ամեն ինչի մեջ նաև սադրանքի որոշակի տարեր եմ տեսնում եւ կարծում եմ, որ ողջամիտ են ընդդիմադիր առաջնորդների եւ ուժերի այս պահին կայացվող որոշումները։ Այս մասով ամբողջությամբ հասկացած էր ասելիքը եւ նաեւ դիտարկենք այն, որ մանդատները թեկուզ որոշակի քանակի փոփոխությամբ վերցված են եւ ընդդիմությունը արդեն ազգային ժողովում է։ Ինչ ոլորտների վրա կարող է ընդդիմությունը ազդեցություն ունենալ եւ արդյոք ընդդիմության մանդատները կարող է որոշիչ լինել կարեւոր հարցերում Հայաստանի ճակատագրի հետ կապված։ Ես կարծում եմ, որ չէ, որովհետեւ այն հարաբերակցությունը, որ հիմա կա, թույլ չի տալի ազդել որոշումների կայացման վրա, այսինքն ԿՊ-ն մեծամասնություն է լինելու եւ իրենց ցանկալի որոշումները կայացնելու են։ Միակ սահմանափակումը, որ ունեն, դա էլ մեր ժողովրդի ձեռքբերումն է, դա շատ կարեւոր է, այդ սահմանադրական հարաբերը, որ չեն կարող։ Իսկ դա կապ չունի ընդդիմությունը մանդատները վերցնում է թե չէ, որովհետեւ բոլոր դեպքերում նրանք այդ 2/3-ը չունեն։ Եվ ընդդիմությունը ոչ մի ոլորտի վրա ես կարծում եմ ազդեցություն չի կարա էական։ Ուղղակի ներսից մասնիկն է լինելու, հետևելու լինելու է պայքարի դրսևորում, այսինքն որ պայքարը կարա լինի ոչ միայն շենքի դրսից, այլ նաև ներսից, մարդիկ որոշակի падգամավորի կարգավիճակը տալիս է որոշակի լիազորություն, այսինքն քննիչ հանձնաժողովներ ստեղծելու, գործադիր իշխանությանը պարլամենտի վերահսկողական ֆունկցիան պահելու համար, որովհետև ասենք падգամավորի կարգավիճակը այնպիսին է, որ կախվածության մեջ չի, այլ падգամավորներից։ Մեր սահմանադրությամբ ասում է յուրաքանչյուր падգամավոր ներկայացնում է ողջ ժողովրդին։ Կաշկանդված չի հրամայական մանդատով առաջնորդվում է իր սեփական խղճի համոզմունքներից ելնելով։ Այսինքն կապ չունի այնտեղ ուրիշ падգամավորներ կան թե չկան, յուրաքանչյուր падգամավոր ազատ է իր խորհրդարանական գործունեության, այդ թվում կառավարությանը վերահսկելու եւ իր վերահսկողության արդյունքները բարձրաձայնելու իմաստով։ Ես կարծում եմ, որ ֆունկցիոնալ կարա լինի այդ վերահսկողական գործիքը, բայց որոշումների վրա որը կամ որևէ ոլորտային իմաստով ազդեցություն գործնականում չի կարա լինի, որովհետեւ ձայների հարաբերակցությունը թույլ չի տալի։ Պարոն Ղազարյան, նաեւ խոսենք այն մասին, չնայած մյուս ձևավորվող ազգային ժողովում այդ 2/3 մասը չկա եւ նրանք սահմանադրություն փոխելու, այսպես ասած, հնարավորություն չեն ունենալու, բայց չէ որ դեռ կա մի քանի ամիս այս ազգային ժողովի գործունեությունը, որտեղ նրանք կարող են դա անել։ Ինչ որ բան կխոչընդոտի, որ նրանք անեն կամ չանեն։ Եթե հնարավորություն ունենան անելու, այսինքն պատրաստ լինեն դրան, որովհետև այդ հիմա Հայաստան ինքնիշխան պետություն չի այլևս Նիկոլ Փաշինյանի պատճառով։ Եվ Հայաստանում չեն կայացում էլ Հայաստանի վերաբերող որոշումներ։ Ես կարծում եմ, որ Հիկմետ Հաջիևի այցելությունը Հայաստան դա զբոսաշրջային բնույթի չէր, նա առանցքային պաշտոնյա է Ադրբեջանի իշխանությունում, Ադրբեջանի նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն է, նա եկել այստեղ ուղիղ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ եւ եկել է Իլհամ Ալիևի պահանջները ներկայացնելու, ընդ որում ընտրություններից հետո առաջի արտասահմանյան պաշտոնական այցելությունն է։ Դրան զուգահեռ Արարատ Միրզոյանն է գնացել Բրյուսել Եվրոպական միության երկրների արտաքին գործերի նախարարների հետ քննարկման։ Առաջիկայում այս շաբաթվա ընթացքում Հայաստան է գալիս Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը։ Ես կարծում եմ, որ այդ աշխարհակահաղական կենտրոններում են հիմա որոշումներ կայացվում, թե ինչ սցենարով, ինչ ճանապարհով պետք է գնան, որովհետև հասկանում եմ, որ այդ որոշումները շատ դժվար են կայացվելու։ Իսկ դա Նիկոլ Փաշինյանի համար հիշում եք, նա ասում էր, որ եթե 2/3 չունենանք, սեպտեմբերին պատերազմ կլինի։ Հիմա իրանք 2/3 չունեն։ Ես հիշում եմ, ասում եմ, եթե մենք չանցնենք, պատերազմ կլինի։ Չէ, ինքը ասում էր, եթե ոչ, ասում էր, այդ անցնելու հարցը համարեք լուծված։ Մեզ պետք է ունենանք սահմանադրական մեծամասնություն, եթե ԿՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունենա, կլինի պատերազմ։ Ինչի համար էր դա ասում, որովհետև Իլհամ Ալիևը այդ խաղաղության պայմանագիր կոչվածը ստորագրելու նախապայման է դրել։ Նախապայմանը սահմանադրության ընդունումն է առանց անկախության հռչակագրի, այսինքն եթե ինքը սահմանադրական հանրակրվեն չի անում, անկախության հռչակագրից չի հրաժարվում, նշանակում է չի ստորագրվում նաև խաղաղության պայմանագիրը։ Եթե խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, նշանակում է նա մնում է միայն Նիկոլ Փաշինյանի վերնաշապիկի վրա գրված, որովհետև ինքը առայժմ ուրիշ ոչ մի տեղ գրված չի։ Ուրեմն իր ամբողջ այս կամպանիան, ամբողջ գաղափարախոսությունը վերանում է։
որովհետև դրա վրա էր կառուցված, չէ՞, խաղաղություն բառով էր խաբե մարդկանց։ Հիմա ինքը այդ 2/3-ը չունի, այսինքն չի լինելու նաև խաղաղության պայմանագիրը։ Հիմա Իրան, Միացյալ Նահանգներ հարաբերությունները կարգավորման այլ փուլ են տեղափոխվել եւ եթե նկատել եք, համաձայն եք, որ հիմա թրիփի մասին ոչ ոք երկար ժամանակ ընդհանրապես չի էլ խոսում։ Թրիփին Իրանը դեմ էր, եթե Իրանի դիրքերը Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում ավելի ամրապնդվում են, ոնց որ տենց է, իսկ իրանք դեմ էին թրիփին, Միացյալ Նահանգների համար դա առանցքային խնդիր չէր։ Միացյալ Նահանգները շատ հանգիստ կարա հրաժարվի նաև այդ թրիփից։ Իսկ թրիփը դա Ադրբեջանի երկու հատվածները միմյանց կապող ճանապարհ է։ Հիմա եթե Ադրբեջանը դա չի ստանում թրիփի միջոցով, ուրեմն պետք է մտածի, թե ուրիշ ինչ ձևով է ստանալու։ Իսկ ուրիշ ձև Ադրբեջանը արդեն գիտի, դա պատերազմական գործողություններով այդ տարածքները զավթելն է։ Նիկոլ Փաշինյանն էլ 24 թվականի օգոստոսի 30-ից պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի տարածքի 60-ից 70%-ը Ադրբեջանի գործող սահմանադրությամբ ունի ադրբեջանական պատկանելություն եւ դրա մեջ մտնում է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը ամբողջությամբ։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանին ընտրած մարդիկ պետքա իրանց մեքենաների բակերը միշտ բենզինով լցված պահեն կամ դիզվառելիքով փախստական դառնալու իրանց ճակատագիրը կազմակերպելու համար։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հետագա զարգացումների համար մենք դեռևս կունենանք առիթներ հանդիպելու եւ նորից քննարկելու։ Շնորհակալ եմ։ Իսկ մենք կհանդիպենք մյուս շաբաթ։